DNT տեստը ցույց է տվել, որ Ադոլֆ Հիտլերը միկրոառնանդամ է ունեցել։ Channel 4-ի նոր երկմասանոց վավերագրական ֆիլմը «Հիտլերի DNT-ն դիկտատորի նախագիծ է» բացահայտել է, որ Ադոլֆ Հիտլերի սեռական կյանքը եւ հոգեկան վիճակը կարող են անմիջականորեն կապված լինել նրա գենետիկայի հետ, գրում է Daily Mail-ը։ Հիտլերի DNT-ն վերլուծելուց հետո ծրագրի ստեղծողները պարզել են, որ նա ունեցել է կալմանի համախտանիշ, որը ազդում է սեռական օրգանների զարգացման վրա։ Տիպիկ ախտանիշներից են տեստոստերոնի ցածր մակարդակը, սեռական օրգանների աննորմալ զարգացումը եւ հոտառության կորուստը։ Հիտլերի մարմինը ոչնչացվել է, բայց նրա արյան հետքերը պահպանվել են, ինչը թույլ է տվել վերլուծել այն պատերազմի ավարտից 80 տարի անց։ Ոչ ոք երբեք չի կարողացել բացատրել, թե ինչու էր Հիտլերին այդքան անհարմար կանանց հետ, ասել է Պոտսդամի համալսարանի պատմաբան Ալեքս Քեյը։ Բայց հիմա մենք գիտենք, որ նա ունեցել է կալմանի համախտանիշ։ Սա կարող է լինել այն բացատրությունը, որը մենք փնտրում էինք։ Համախտանիշը նաև բացատրում է, թե ինչու Հիտլերը երեխաներ չունեցավ Եվա Բրաունից, չնայած գերմանացիներին կոչ էր անում մեծ ընտանիքներ ունենալ, արիական ռասան խթանելու համար։ Հիտլերն ակնհայտորեն հակառակ էր գործում, չունենալով ընտանիք, երեխաներ եւ երբեք ամուսնացած չլինելով, ավելացնում է Քեյը։ Նա արդյունավետորեն ձևավորել է իր հայրենիքին լիովին նվիրված մարդու կերպարը։ Մեր արդյունքները հստակորեն ենթադրում են, որ սա կարող է լինել հարմար դիմակ նրա կալմանի համախտանիշի համար։ Չնայած Հիտլերը պատմության մեջ ամենաշատ ուսումնասիրված մարդկանցից մեկն է, նա մնում է առեղծված։ Գրադարաններում գրքեր են գրվել նրա կյանքի մասին որպես բռնապետի, ով սկսել է համաշխարհային պատերազմ եւ կազմակերպել 6 միլիոն հրեաների ցեղասպանությունը, բայց նրա ծագումը մնում է առեղծվածի մեջ։ Ամերիկացի գնդապետ Ռոզվել Ռոզենգրենը, ով դաշնակիցների գերագույն հրամանատարության տեղեկատվության սպա էր, պատահաբար պահպանել է Հիտլերի DNT-ն, իր բազմոցից կտոր կտրելով որպես հուշանվեր։ Մոտ 40 տարի անց հայտնի դարձավ, որ DNT-ն կարող է պրոֆիլավորվել հետաքննությունների համար։ Այս արյան հետքը վերլուծվել է մասնագետների միջազգային խմբի կողմից, որը գլխավորել է Բաթի համալսարանի պրոֆեսոր Թուրի Քինգը, ով դատաբժշկական գենետիկայի փորձագետ է եւ վերլուծել է Ռիչարդ III-ի մնացորդները։ Նրանք ստուգել են Հիտլերի DNT-ն եւ հաջորդականացրել նրա գենոմը, նրա ամբողջ գենետիկական տեղեկատվությունը, որը պարունակում է մոտ 3 միլիարդ գենետիկական հրահանգներ։ Մենք ունեինք Հիտլերի մասին գայթակղիչ հուշումներ, ասում է նա, բայց հիմա մենք ունենք գենետիկական տեղեկատվություն, որը հաստատում է դրանք։ DNT-ն կարելի է համեմատել տեքստի հետ, որն օգնում է լուծել պատմական հանելուկներ։ Նախ եւ առաջ նրանք հերքեցին Հիտլերի հրեական արմատների մասին առասպելը, որը տասնամյակներ շարունակ շրջանառվում էր։ DNT-ն ցույց է տալիս, որ Հիտլերը ոչ ապօրինի էր, ոչ էլ հրեա։ Հիտլերի հոգեկան վիճակը նույնպես բուռն քննարկվում է։ Որոշ պատմաբաններ կարծում են, որ նա հակված էր հոգեկան հիվանդությունների։ Խումբը DNT-ի արդյունքներն ուղարկել է Դանիայի Օրհուսի համալսարանի առաջատար լաբորատորիա հոգեբուժական եւ նյարդաբանական զարգացման խանգարումների գենետիկական նախատրամադրվածությունը գնահատելու համար։ Թեստերը ցույց են տվել, որ նա ունեցել է ADHD-ի միջինից բարձր ռիսկ եւ գտնվում էր աուտիզմի, երկբևեռ խանգարման եւ շիզոֆրենիայի նախատրամադրվածություն ունեցող մարդկանց առաջին 1%-ի մեջ, որոնք բոլորը ժառանգական են։ Նրա զարմուհին Ալոզիա Վեյթը երկար տարիներ հոսպիտալացվել է Վիեննայի հոգեբուժական կլինիկայում։ Վերլուծությունը նաև բացահայտել է հակասոցիալական վարքի բարձր գենետիկական ռիսկ, որը հոգեոպաթիայի ախտորոշման գործոն է։ Պրոֆեսոր Մայքլ Ֆիջերալդը պնդում է. Մենք արդարացված ենք Հիտլերի համար, հանցավոր աուտիստիկ հոգեախտ տերմինն օգտագործելու համար։ Սա ընդգծում է. Նախ նրա հանցավորությունը, երկրորդ նրա աուտիզմը եւ երրորդ նրա հոգեախտությունը։ Դա շատ բարդ խառնուրդ է։ Հիտլերը 1 միլիոնից է, գուցե 1 միլիարդից։ Վերջապես թիմը հետազոտեց նրա DNT-ն սեռական անոմալիաների համար։ Բռնապետը չափազանց անապահով էր, դժկամությամբ էր մերկանում հարության առջև եւ չէր ցուցաբերում այլ նացիստական առաջնորդներին բնորոշ նորմալ լիբիդոն։ Մահը ստվեր գցեց նրա կանանց հետ հարաբերությունների վրա։
Պատմաբանները գնահատում են, որ Հիտլերի հետ կապված 7 կանանցից 3-ը ինքնասպանություն են գործել, իսկ առնվազն 3-ը փորձել են դա անել։ Նրա առաջին սիրային փորձառությունները նկարագրված են նրա ընկեր Ավգուստ Կուբիզեկի երիտասարդ Հիտլերը, որին ես ճանաչում էի ուշագրությունում, որը գրել է Ստեֆանիի հանդեպ իր պատանեկան սիրահարվածության մասին։ Սա առաջին եւ վերջին անգամն էր, որ ես լսեցի, թե ինչպես է նա լրջորեն խոսում ինքնասպանության մասին, գրել է Կուբիզեկը։ Նա ուզում էր ցատկել Դանուբ գետը եւ Ստեֆանին պետք է մահանար նրա հետ։ 1929 թվականին 40-ամյա Հիտլերը բարդ հարաբերություններ ուներ իր խորտ զարմուհու Գելի Ռաուբալի հետ, ով այդ ժամանակ 21 տարեկան էր։ Հիտլերը ակնհայտորեն տարված էր Գելի Ռաուբալով այնպես, ինչպես երբեք չէր եղել որևէ այլ կնոջ հետ, ոչ դրանից առաջ, ոչ էլ հետո, ասել է Քեյը։ Նրա ամենաերկար հարաբերությունը Եվա Բրաունի հետ էր, ով իրենց 14 տարվա համատեղ կյանքի ընթացքում 2 անգամ ինքնասպանության փորձ էր արել։ Բերգհոֆում աշխատող տնային տնտեսուհի Հերբերտ Դյորինգի եւ նրա կնոջ Աննայի վկայությունների համաձայն զույգը երբեք միասին չէր քնում։ Կինս միշտ ստուգում էր մահճակալը, բայց սեռական ակտիվության ոչ մի նշան չկար, ասել է Դյորինգը։ Գիտնականները կարծում են, որ Հիտլերի անսովոր սեռական վարքագիծը կարելի է բացատրել Կալմանի համախտանիշով։ Պրոֆեսոր Ջորմատո Պարին, Տուրկուի համալսարան, Ֆինլանդիա, ասում է. այս մուտացիան ունեցող երեխաների 10%-ը կարող է ունենալ փոքր առնանդամ, միկրո առնանդամ։ Ավելի տարածված է այն, որ ամորձիները նորմալ չեն իջնում ամորձապարկի մեջ։ Նույնիսկ Հիտլերի բժշկական գրառումները, որոնք կազմել է նրա անձնական բժիշկ Թեոդոր Մորելը, մատնանշում են Կալմանի համախտանիշը։ Երբ նա բանակում էր եւ մերկանում էր մյուս զինվորների առջև, նրան ծաղրում էին ասելով. «Քո առնանդամը բոլորից փոքր է», նշել է պրոֆեսոր Կահրը։ Սա կարող է հոգեբանորեն տրավմատիկ լինել երիտասարդի համար ավելի, քան որևէ այլ բան։ Հիտլերի հիվանդությունների երկար ցանկը բացատրում է, թե ինչու էր նա այդքան գաղտնի պահում իր առողջությունը։ Նա հավատում էր եվգենիկային եւ թույլատրում էր ֆիզիկական եւ մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց հարկադիր ստերիլիզացիան, իսկ 1939 թվականին նա ստորագրեց պետական էվթանազիայի ծրագիր ստեղծելու մասին հրամանագիր։ Հիտլերի քաղաքականությունը ամբողջությամբ կառուցված էր եվգենիկայի շուրջ։ Եթե նա կարողանար նայել իր սեփական ԴՆԹ-ին, գրեթե անկասկած կներառեր իրեն գազային խցիկ ուղարկվածների ցուցակում, նշում է Քինգը։